Հարգելի Հայաստանի Հանրապետության Խոսակի մարզի արտի համայնքի հավաքական անդամներ ողջունում եմ ձեզ։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 17-րդ հոդվածի պահանջի 2025 թվականի ապրիլի 18-ին հրավիրվել է Արզնի համայնքի հավաքանու թիվ 06 արտահերթ նիստը։ Նիստի ներկա հավաքանու 8 անդամներից 7-ը նիստը համարում են սկսած, օրակարգը կներկայացնի աշխատակազմի քարտուղար Մելիարուսին։ Համայնքի հավաքանու թիվ 06 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 17-րդ հոդվածի պահանջի համայնքի հավաքանին որոշում է հաստատել համայնքի հավաքանու 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 06 արտահերթ նիստի օրակարգը։ Հարց համար առաջին. Արզնի համայնքի կարիքների համար հողամաս և կիսակառույցչություն ձեռք բերելու մասին։ Հարց համար երկրորդ. Հողամասի նկատմամբ վարձակալության իրավունք օտարելուն համաձայնություն տալու մասին։ Հարց համար երրորդ. Արզնի համայնքի հավաքանու 2024 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 102 որոշումն ուժի կորցրած ճանաչելու մասին։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին ստորագրման օրվանից։ Քվեարկություն 7 կողմ, օրակարգը հաստատվեց, անցնենք օրակարգի հարցերին։ Հարց համար 1. Արզնի համայնքի կարիքների համար հողամաս և կիսակառույցչություն ձեռք բերելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներին և հիմք ընդունելով Վարմոն Realty SP-ի կողմից 1704-2025 թվականին տրամադրված անշարժ գույքի գնահատման թիվ 222 գիծ V դրոպ 025 հաշվետվությունը համայնքի հավաքանին որոշում է թույլատրել Արզնի համայնքի ղեկավարին համայնքի կարիքների համար ձեռք բերել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի 14-րդ փողոց 70 հասցեում գտնվող 07-016 048 002 կադաստրային ծածկագրով 0.0960 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և 126.2 քմ մակերեսով կիսակառույց շինությունը։ Անշարժ գույքի վկայական թիվ 2823 989 տրամադրված 21.03.2011 թվականին։ Համայնքի բյուջեի համապատասխան հոդվածից հատկացնել 14 միլիոն 850 հազար ՀՀ դրամ հողամասի և կիսակառույց շինության ձեռքբերման նպատակով, որից 10%-ի չափով 1 միլիոն 350 հազար ՀՀ դրամը նախատեսվում է փոխանցել որպես հարկային պարտավորություն։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Քվեարկություն 7 կողմ, որոշումը ընդունվեց, անցնենք օրակարգի երկրորդ հարցին։ Հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին կետի 21-րդ ենթակետի ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջների հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26 մարտի 2025 թվականի 2603-2025 07-0183 վկայականը, ինչպես նաև հողամասի վարձակալ Գեորգի Հարությունի Բաբախանյանի լիազորված անձ Արթուր Վանիկի Խոջոյանի վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տրամադրելու մասին դիմումը համայնքի հավաքանին որոշում է համաձայնություն տալ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 0.2 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատես գործառնական նշանակության հողամասի նկատմամբ քաղաքացի Գեորգի Հարությունի Բաբախանյանի վարձակալության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13102021 07-0184 վկայականը օտարելու։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Քվեարկություն 7 կողմ, անցնենք օրակարգի երրորդ և վերջին հարցին։ Արզնի համայնքի հավաքանու 2024 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 102 որոշումն ուժի կորցրած ճանաչելու մասին։ Համաձայն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին
եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հողամասի մեկնարկային գնի սահմանումը տարեկան վարձավճարի չափը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին, համայնքի ավականին որոշում է ուժը գործրած ճանաչել Արսնի համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 30-ի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալությամբ տրամադրելու եւ վարձակալության չափ հաստատելու վերաբերյալ թիվ 102 որոշումը։ Քվեարկությամբ 7 կողմ որոշում ընդունվեց, օրակարգի հարցերը սպառվեցին։ Օրակարգի հարցերը սպառվեցին, նստահայտորեն հակված, շնորհակալություն։ Ես կուզեմ ասեմ, որ այսօր էլի շատ կարևոր օր է մեր համար, որովհետև Արսնի համայնքը նորից ձեռքբերում ունի համատեղ ուժերով, շնորհակալ եմ, որ իմ առաջարկը չեք մերժում, որ հաստատում եք Արսնի համայնքի համար մեր